Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Օրեր առաջ կայացավ դասական Եվրատեսիլ մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների ընտրությունը։ Մրցութային երկրորդ փուլը նույնպես շատ հետաքրքիր էր լսել, հետևել։ Ժյուրի առաջ դրված էր շատ բարդ խնդիր, որը փուլ առ փուլ ավելի էր բարդանում։ Երկրորդ փուլ մեր մոտ անցել են այն 35 մասնակիցները, որոնք ժյուրի կարծիքով պատասխանում էին իրանց մասնագիտական հմտությունների մակարդակին։ Բոլորին միավորում է մեկ ընդհանուր մի գիծ, ավելի բոլորը լուրջ տրամադրված են։ Ընդհանուր առմամբ շատ երկրպագում էի հողային գործիքներ նվագող մասնակիցներին եւ նաեւ իհարկե լարային գործիքներ նվագող մասնակիցներին, շատ սիրել էի նրանց։ Ինձ որպես ջութակար իհարկե շատ է հետաքրքրում ջութակարները, բայց այնուամենայնիվ իմ սիրտը նաեւ գերել էին կլարնետիստներ, սաքսոֆոնահարներ, շատ լավն են եւ մի քանի հոգի են եւ դա մեզ դնում է շատ բարդ իրավիճակի մեջ։ Շատ լավ երեխաներ են, ես բազմիցս դա նշել եմ, որ թե երաժշտականապես, թե մասնագիտական մակարդակի առումով շատ լավ երեխաներ էին։ Եվ դժվարությունը նա էր, որ մենք պիտի ինչ-որ մի քանակություն ընտրեինք երաժիշտների։ Իրանք իսկապես երաժիշտներ էին, իրանք երեխաներ չէին։ Եվ ես, ոչ միայն ես, նաև իմ գոլեգաները ժյուրիում նստած մենք ոչ միայն գնահատում ենք, այլ շատ հաճախ պարզապես վայելում ենք իրանց կատարումները։ Եվ շատ բարդ խնդիր էր ընտրելու երրորդ փուլ անցած մասնակիցներին։ Ժյուրիի մյուս անդամների Արամ Ասատրյանի եւ Հայկ Մելիքյանի հետ մենք համախոհ էինք։ Ինձ համար որպես դիրիժոր, ում համար յուրաքանչյուր գործիք ունի իր կատարելությունը եւ չեմ կարող ասել, որ նախապատվությունը պիտի տայի ջութակին կամ կլարնետին կամ սաքսոֆոնին կամ դաշնակահարին։ Զարմացած էի, որ քանակով դաշնակահարները շատ ավելի շատ էին, քան փողային կամ լարային գործիքներ նվագող մասնակիցները, բայց արի ու տես արդյունքում մի փոքր ավելի շատ ունենք փողային գործիքներ նվագող մասնակիցներ, լարային գործիքներ նվագող երեխաներ։ Որպես դաշնակահար իհարկե ավելի քննադատորեն պետք է մոտենամ դաշնակահարներին։ Շատ կարևոր է, որ մասնակից էին նաև ժողնվագարաններից երեխաներ։
փուլ պետք է անցնեն 10 հոգի, այդ 35 մասնակցից, որոնք անցել են երկրորդ փուլ։ Եվ շատ ցավալի process էր մեզ համար, քանի որ մենք առանց որևէ խտրականության 35 հոգու մենք շատ սիրեցինք եւ դժվար էր բաժանվել որևէ մեկից։ Բայց ի վերջո պետք էր ընտրել այդ 10 մասնակցին։ Մեր առաջ դրված էր շատ բարդ խնդիր ընտրել եւ լավ երաժիշտ որպես կատարող եւ լավ արտիստ, բայց իհարկե առաջնահերթը մեզ համար իրաց մասնագիտական գիտելիքներն էր, իրաց մասնագիտական մակարդակը։ Հորովիցը ունի շատ գեղեցիկ այդպիսի մեկնաբանություն, որ առաջնահերթ 3 չափանիշներ են։ Առաջին հերթին առողջ միտքն է, այսինքն երբ կատարողը երաժիշտը դուրս է գալիս բեմ եւ առաջին իսկ նախադասությունից երաժշտական հասկանալի է դառնում ինտելեկտը, միտքը, ասելիքը կա արդյոք թե ընդհանրապես ինչի համար է ինքը նվագում կամ ընտրել այդ գործիքը։ Անշուշտ տեխնիկան, որը պրոֆեսիոնալ երաժշտի համար միանշանակ կարևոր է, բայց երբ սա դառնում է մեխանիզմ եւ չկա երրորդ կոմպոնենտ, այսինքն սիրտը եւ հոգին, երբ որ չկա էմոցիա, կատարողը դառնում է զուտ մեքենայացված գործիք։ Ես իմ կողմից կավելացնեի նաեւ ներքին գրավչությունը, որը շատ կարևոր է, ոչ առաջնային է միանշանակ, կարևոր է ներքին այդ կախարդիչ ուժը, որը պիտի ունենա երաժիշտը, այսինքն երբ առաջին նոտայից չես կտրվում եւ ուզում ես մինչեւ վերջ լսել։ Նպատակներ նաև, որ որոշումը լինի անկողմնակալ, որոշումը լինի իօգուտ մեր ներկայացուցչին, քանի որ այդ մեկ երաժիշտը ներկայացնել է Հայաստանը։ Հիմա արդեն մենք ավելի դժվար իրադրության մեջ ենք, որովհետև իրապես ընտրելու ենք հենց այդ լավագույնին, որի մեջ փնտրում ենք այն արտիստիզմը, կատարողական բարձր վարպետությունը, վարպետության մակարդակը, երաժշտականությունը, քայլքը վերջապես, գործիքին մոտենալը եւ այս բոլոր նշածը եւ ավելին պետք է լինեն այդ մեկ արտիստի մոտ, որին պետք է ընտրենք։ Երաժիշտը պիտի Հայաստանը ներկայացնի արժանավայել եւ մեզ համար օգտագործեմ այդ բառը շահական, այսինքն որ մասնակիցն է, որ ունի բոլոր հնարավորությունները հաղթելու։ Բոլոր մասնակիցներին
խոսքս գնում է ոչ միայն այն 35 հոգու, այլ մնացած բոլորին, ովքեր չէին անցել երկրորդ փուլ։ Ես իսկապես կցանկանամ, որ իրանք բարձր պահեն այդ երաժշտի կոչումը, որովհետև իրանք երաժիշտ են, եթե համարձակվել են դուրս գալ բեմ եւ ելույթ ունենալ այս մրցույթին, ինչ որ դուք ներկայացնում եք, իսկապես արվեստ էր։ Դուք բոլորդ ֆանտաստիկ երաժիշտներ եք։ Անչափ շնորհակալ եմ ձեր երաժշտության համար, որը դուք մեզ պարգևեցիք։ Եվ այսպես անցնում ենք երրորդ փուլ։ Էլեն Խաչիկյան, Հայկ Ջուլակյան, Էդուարդ Դայան, Kevin Cannon, Մարի Հակոբյան, Անի Մելիքյան, Ես պիտի ասեմ, որ իսկապես տաղանդավոր մրցակիցները շատ են, բոլորը, ում որ ես լսեցի, փայլուն ճանապարհ ունեն եւ դա ակնհայտ է, դրանում ես կասկած չունեմ։ Իսկապես հոգիս փառավորվում է, այսպես որ նայում եմ, ինչ ծերունդ է, անկեղծ մրցույթներ այնքան էլ չեմ սիրում, որովհետև շատ ծանր է, ես հասկանում եմ հոգեբանորեն, իսկ երաժիշտը շատ նուրբ հոգի ունի։ Իսկապես դժվար է ընտրություն կատարել, հաջողություն եմ մաղթում ձեզ եւ թող սա խթան լինի, որպեսզի մեկ քայլ ուղակի առաջ գնաք դուք։ Հաջորդ փուլ անցնում են Էլեն Վիրաբյանը, կլարնետահար Կարեն Գևորգյանը, Արսեն Բալայան, Միքայել Հարությունյան, սաքսոֆոնահար, քննարկումներից հետո 10 հոգին մենք գտանք, բայց մի հատ շատ
չեմ վախենում այդ բառից, ֆանտաստիկ, հանճարեղ, տաղանդավոր տղա էր, որը որ նվագում էր շվի։ Եվ նա անում էր այդ գործիքի հետ անհնարինը։ Ես չէի պատկերացնում, որ շվիի վրա հնարավոր է այդպես նվագել։ Եվ մենք միաձայն պարզապես որոշեցինք, որ 10 մասնակցից այդ սանդղակից մենք կհրաժարվենք եւ երրորդ փուլ կանցնի 11 հոգի։ Եվ մենք շատ ցանկացանք, որպեսզի նա ելույթ ունենա հաջորդ փուլում կամերային նվագախմբի հետ։ Եվ նա Նարեկ Սարգսյանն է։ Այս պահին, որ օրեր են անցել, ինձ շատ ավելի հեշտ է եւ ազատ եմ խոսում, քանի որ չկա այդ լարվածությունը փայլուն երաժիշտներին մի տեսակ արդարանալու, թե ինչու չես ընտրում, հասկանալով, թե ինչ փխրուն տարիքում են բոլորը գտնվում, ինչ հոգի ունեն, նուրբ, որ հանկարծ չլինի այդ ընկճվածությունը իրենց։ Ինքս չեմ պատկերացնում, եթե ես լինեի երիտասարդ, ինչպես կկառավարեի զգացմունքներս ելույթից առաջ կամ ինչ-որ մրցութային փուլ չանցնելուց հետո։ Բոլոր մնացած երաժիշտներին ես կուզենամ ասեմ, որ դուք իսկապես փայլուն եք, շատ լավն եք։ Ես իրանց իսկապես հաջողություն եմ մաղթում իրանց հետագա կյանքում, թող ձեռքերը չիջացնեն, որտեղ դա ոչ մի բան չի նշանակում, իրանք մնում են երաժիշտ։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր ծնողներին, մասնակիցների եւ իհարկե դասատուներին, խոնարհումս նրանց, ակնհայտորեն կարող եմ ասել, որ իսկապես փայլուն սերունդ ունենք։ Դեպի դասական Եվրատեսիլ նախագիծը մի ճանապարհ է երեխաների համար, երիտասարդների համար դեպի հաջորդ մրցութային փուլ կամ դեպի հաջորդ համերգային բեմ։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։